Շարունակում են զինված բախումները Սիրիայի հյուսիս-արևմուտքում, կառավարական ուժերը երկրորդ օրն փորձում են ճնշել այնտեղ բռնկված ապստամբության փորձը։ Շարունակենք թեման Արտյոմ Երկանյանի հետ, ինչ է կատարվում Սիրիայում, Արտյոմ։ Ապստամբությունը նախաձեռնել են Ասադի կողմնակիցները, Ալևի համայնքը ներկայացնող զինվորականներ են, հիշեցնեմ, զինված ուժերի էլիտան Սիրիայում Ասադի օրոք միշտ ալևիներից է բաղկացած եղել եւ ամենաշատը հենց այս համայնքն է տուժել թուրքամետ ուժերի իշխանության գալու արդյունքում։ Եվ ահա ալևիների այդ զինված խմբերը սպանել էին 3 առաջին օրը 13 ոստիկանի եւ հատուկ ծառայության աշխատակցի, ինչից արդեն հետևեցին ավելի ակտիվ բախումները։ Եվ այդ ալիքը ճնշելու համար Դամասկոսից Լատակիայի եւ հարևան շրջաններ իշխանությունները ուղարկել են ավելի քան 15000 զինվորական։ Երեկ եւ այսօր լուրջ մարտեր են տեղի ունեցել երկրի հյուսիս-արևելյան հատվածի մի շարք քաղաքներում եւ արվարձաններում։ Եվ տեղեկություններ կան այն մասին, որ կառավարամետ ուժերը մտնելով քաղաքներ եւ բնակավայրեր սպանում են նաեւ խաղաղ բնակիչների, ովքեր աջակցում են Ասադին եւ ալևիների համայնքին են պատկանում։ Երկու կողմերից զոհվածների թիվը 100-ի է մոտենում։ Կառավարամետ ուժերը, ոնց հասկանում եմ, այսօր արդեն վերահսկողության տակ են առել Լատակիան, Տարտուսը եւ Ջեբլան, այդ 3 քաղաքները ապստամբության կենտրոնն են եղել, սակայն Ասադին հավատարիմ ալևիական ուժերը շարունակում են վերահսկել այդ քաղաքների արվարձանները եւ գյուղաբնակ շրջանները։ Մի մեծ խումբ Ասադի կողմնակիցների թուրքամետ կառավարական ուժերը կարողացել են մեկուսացնել, գերեվարել եւ նրանց թվում է նաեւ ապստամբության առաջնորդներից մեկը Գիաս Սուլեյմանը։ Թուրքական մամուլը գրում է, որ հնարավոր է այս ամենի այս ակտիվության ետևում լինի կանգնած Թեհրանը։ Եթե դա այդպես է, պետք է սա ամենը մեկնաբանենք որպես Թեհրանի կողմից առաջին հերթին Անկարային ուղղված ինչ-որ ազդակ, ինչ-որ զգուշացում, ակնհայտ է, որ Թեհրանը բազմաթիվ հարցեր ունի վերջերս Անկարային ուղղված եւ միգուցե այս հարցերի ձևակերպման մեթոդեր այս ակտիվացմանը Թեհրանի կողմից աջակցելը։ Արտյոմ, հայտնի է, որ թվարկածը շրջաններում հայեր կան, նրանց վիճակը ինչպիսին է։ Այո, Լատակիայում հայերը քիչ չեն, իսկ այդ քաղաքը այդ զինված բախումների կենտրոններից մեկն է, 3 քաղաքի կենտրոնում էին անգամ զինված բախումներ տեղի ունենում։ Մինչ վերջերս Լատակիան հայերի համար Սիրիայի ամենահանգիստ տեղն էր եւ երբ Հալեպում բախումներ էին, հայերը Հալեպից հենց Լատակիա էին տեղափոխվում։ Այժմ հակառակ իրավիճակ է, Լատակիայից շատերը մեր հայրենակիցներից ցանկանում են տեղափոխվել այլ շրջաններ, բայց դա շատ վտանգավոր է, քանի որ ճանապարհները եւս փաստորեն ոնց հասկանում եմ փակ են։ Համայնքային կառույցները դիմել են Լատակիայում ապրող հայերին, կոչ անելով իրենց դուրս չգալ տներից եւ սնունդով պաշարները ապահովել։ Եկեղեցին եւ դպրոցը արդեն 3 օր է ինչ չեն գործում։ Համայնքային կառույցները ստեղծել են աջակցության շտաբ, որում կան բժիշկներ եւ կամավորներ, անհրաժեշտության դեպքում մեր հայրենակիցները կապ են պահպանում, կապ են հաստատում այդ շտաբի մեր հայրենակիցների հետ։ Կառավարամետ ուժերն են վերահսկում քաղաքը, բայց Լատակիայի հայերը շատ լավ գիտեն, որ իրականում դա հենց այն թուրքամետ զինյալ խմբավորումների ներկայացուցիչներն էին, ովքեր 14 թվականի մարտին գրավել էին Քեսաբը եւ այնտեղ հայերի ջարդ էին իրականացրել։ Ջեբհաթ Ասնուստրա խմբավորումը Քեսաբում 7 հայեր սպանել, մի քանի տասնյակ հայերին պատկանող տներ եւ խանութներ էր ոչնչացրել, եկեղեցիներ վնասել, համայնքային կենտրոններ հրկիզել։ Այսինքն հայերը հիշում են այդ մարդկանց, այդ կազմակերպությանը եւ ոչ մի լավ բան այդ մարդկանցից իհարկե չեն սպասում։ Այսօր ցերեկը տեղեկություն եկավ առայժմ չստուգված այն մասին, որ Թուրքիայի սահմանը հատել են մի քանի 100 ռազմական զինվորական մեքենա եւ Թուրքիան զորք է մտցնում նաեւ Հալեպի եւ Իդլիբի նահանգ։ Եթե այս տեղեկությունը հաստատվի, կարծում եմ հայերի մոտ դա նույնպես հազիվ թե լավատեսություն առաջացնի։
Արդյոք իսկ Սիրիայի մյուս շրջաններում համեմատաբար կայուն է։ Տարբեր շրջաններում տարբեր սպես ակտիվություն է, բռնկումներ են տեղի ունենում, հյուսիսում նույնպես ուր քրդեր են ապրում, իդեպ ալևիները դիմել են քրդերին եւ դրուզերին աջակցություն ակնկալելով, այդ թվում նաեւ զինված աջակցություն, բայց իհարկե ամեն համայնք իր մասին է մտածում այն բանից հետո, երբ քրդական ջոկատներից մի քանիսը հրաժարվեցին կատարել Աբդուլլա Օջալանի կոչը եւ զենքը վայր չդրեցին, թուրքական ուժերը սկսեցին նոր արշավ քրդերի դեմ։ Արդեն մի քանի օր է, ինչ թուրքական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասցնում քրդերի հանգրվանների ուղղությամբ։ Վերջին շաբաթների ընթացքում 26 քուրդ է սպանվել թուրք զինվորականների կողմից։ Իր հերթին Իսրայելն է շարունակում հարված հասցնել արդեն երկրի հարավ արևմտյան շրջանում։ Իսրայելի պաշտպանության նախարարը ասել է, որ եթե դրուզների համայնքը աջակցության կարիք ունենա, Իսրայելը այդ կարիքը իրենց կցուցաբերի։ Այսինքն արդեն մի քանի օր է, ինչ Սիրիայի տարբեր շրջաններում է բավական լուրջ լարվածություն, ինչը վկայում է այն մասին, որ թուրքական սցենարը կարծես թե չի գործում։ Շնորհակալություն, Արտյոմ։